Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելներս այսօր պատրաստել եմ շերտավոր խմոր։ Նախ եւ առաջ վերցրել եմ 500 գրամ սենյակային ջերմաստիճանի ջուր, մոտավորապես 2 գրամ կիտրոնի աղ, կես թեյ գթալ աղ եւ 1 կոտրած ձուն։ Հարգելներս ցանկության դեպքում կարող եք ավելացնել 5 գրամ էսենցիա եւ 15 գրամ օղի։ Ես չեմ ավելացնում, քանի որ առանց այդ երկու բաղադրիչների էլ խմորը շատ լավ է ստացվում։ Բաղադրիչները միմյանց հետ խառնելուց հետո քիչ-քիչ ավելացրել եմ 1 կիլոգրամ բարձր որակի ալյուր։ Եթե տանը ունեք փոքր ալյուրի մաղ, կարող եք ալյուրը մաղելով խմորը հունցել, քանի որ ալյուրը մաղելու ընթացքում հարստանում է թթվածնով եւ խմորը շատ ավելի լավ է ստացվում։ Խմորը 5 րոպե հունցելուց հետո ավելացրել եմ 30 գրամ ձիթայող եւ շարունակել հունցել։ Հունցելուց հետո տեղափոխել եմ մեկ այլ ամանի մեջ եւ թողել 30 րոպե, որպեսզի խմորը հանգստանա։ Հետո վերցրել եմ 400 գրամ մարգարին, դրել տոպրակի մեջ, կրտնակի օգնությամբ հավասարաչափ բարակացրել, որպեսզի խմորի մեջ հավասար տարածվի։ Խմորը 30 րոպե հանգստանալուց հետո կրտնակել եմ շրջանաձև եւ խմորի կեսով մեկ տարածել եմ մարգարինը։ Հետո խմորի մյուս կեսը բերել եմ մարգարինի վրա, եզրերը ամրացրել եւ նորից կրտնակել։ Կրտնակելուց հետո ծալել եմ, եզրերը հավասարացրել, հետո կրտնակել երկարավուն ու գրքի նման ծալել։ Հարգելներս, այս ծալված կողմը, որը կոչվում է կար, այն պետք է միջև վերջ մնա աջ կողմի վրա։ Եթե ամեն կրտնակելու ընթացքում կարը պահենք աջ կողմի վրա, մարգարինը հավասարաչափ կտարածվի խմորի մեջ։ Խմորը կրտնակում ենք 3 անգամ եւ ամեն անգամ կրտնակելուց հետո 30 րոպե դադար ենք տալիս։ Խմորը 30 րոպե հանգստանալուց հետո կրկին կրտնակում ենք երկարավուն, կարը աջ կողմը պահելով։ Կրտնակելու ընթացքում ձգտում ենք որքան հնարավոր է քիչ ալյուր օգտագործել։ Երկրորդ կրտնակից հետո թողել եմ հանգստանա եւս 30 րոպե, կրտնակել երրորդ անգամ նույն կերպ, հետո թողել եմ հանգստանա 1 ժամ, որպեսզի 4-րդ կրտնակի ժամանակ թխենք այն, ինչ ցանկանում ենք։ Հարգելիներս, իմ գնդի քաշը 2 կիլոգրամ է, որպեսզի նրա հետ հեշտ լինի աշխատել, գունդը մեջտեղից բաժանել եմ 2 մասի, մի մասով թխել եմ խաչապուրիներ, իսկ մյուս մասով գաթա։ Այս խմորը եւ իր մեջ պարունակող մարգարինը ամենասկզբից կարող եք բաժանել 4 հավասար քաշերի եւ ոչ թե ստանալ 1 մեծ գունդ, այլ 4 500 գրամանոց գնդեր։ Հարգելներս, այս բաղադրատոմսով եթե դուք կցանկանաք պատրաստել ամռանը, անպայման կպատրաստեք սառնարանի ջրով եւ այդ 30 րոպե դադարների ընթացքում խմորը կտեղափոխեք սառնարան։
Այստեղ ես արդեն խմորը բաժանում եմ երկու մասի, մի մասով պատրաստել եմ խաչապուրիներ, իսկ մյուս մասը գաթա։ Կիսելուց հետո մյուս մասը անպայման պետք է դնել տոպրակի մեջ, իսկ եթե ամռան եք պատրաստել, պետք է դնել սառնարան։ Եթե որոշել եք գնդի մի մասը թխել այսօր, իսկ մյուս մասը մեկ այլ օր, ուրեմն անպայման պետք է տեղափոխել սառցեխցիկ, այլ ոչ թե սառնարան։ Սիրելիներս, եթե որոշել եք խմորը հունցել միմիայն խաչապուրի պատրաստելու համար, կարող եք աղը լցնել ոչ թե կես թեյ գթալ, այլ 20 գրամ։ Ահա այստեղ ես ձեզ ներկայացնում եմ այս բաղադրատոմսով թխված խաչապուրիները, իսկ մյուս տեսանյութերում դուք կարող եք տեսնել այս բաղադրատոմսով թխված գաթաները։